Are you riding? Say you never ever leave from beside me. Cause I want you, and I need you. And I'm down for you always, KB. Do you love me? Are you riding? Say you never ever leave from beside me. Cause I want you, and I need you, need you. You should let me love you. Let me be the one to give. Այսօր փորձելու ենք 100% բուսական հացաբուլկեղեն եւ այն վաճառվում է Land and Monkey-ում, որը հենց մասնագիտացված բուտիկ է եւ արդեն քանի հատ ունի Փարիզում։ Ես հենց իրենց առաջի բուտիկն եմ եկել, որը գտնվում է Մաղեյում, ու հարևանությամբ էլ այսպես տեղավորվել եմ Place des Vosges այգում, հա։ Իդեպ այստեղ Վիկտոր Հուգոյի թանգարանն էլ կա, որի մուտքը անվճար է, այդ նշեք, դուք էլ կարող եք այցելել։ Հիմա անդրադառնամ բուտիկին։ Այն գործում է 2020 թվականից եւ առաջարկում է ամեն ինչ, միմիայն բուսական, ասել է թե վեգան կան նաեւ կրեվով տորտիկներ, հացաբուլկեղեն սենդվիչներ, ամեն ինչ, ինձ կոնկրետ այսօր հետաքրքիր է հացաբուլկեղենը, ու ուզում եմ հասկանալ առանց ձվի եւ առանց կարագի այն համեղ է թե ոչ, որովհետեւ իրենք ասեցին, որ օգտագործում են յունգո տեսակի խառնուրդը, որը փոխարինում է ձուն, բայց որակական առումով չի զիջում ձվին, եւ չեն օգտագործում շատ վատ որակի մարգարին, իրենց մարգարինը լավն է, կոլզայի եւ արևածաղկի ձեթի խառնուրդ է։ Հիմա եկեք փորձենք ու հասկանանք համատեղն է թե ոչ։ Այսպեսի փոքրիկ պանո շոկոլադ եմ վերցրել, տեսքից իդեալական է։ Ույն էլ ասեմ ձեզ վատը չի։ Հիմա փորձենք հասկանանք համեղ է թե չէ։ Նայեք միջուկը։ Բավականին հաջող է, ճիշտ է, կարագի համը պակասում է, եթե մենք գուրման ենք, բայց եթե մենք վեգան ենք եւ սնվում ենք միմիան վեգան, հաստատ գող կմնանք, որտեղ շատ որակյալ պրոդուկտ է, շատ լավ ռեալիզացված եւ համեղ է, գնահատում եմ 10-ից 7, արժեք եթե չեմ սխալվում 85 սանտիմ, գինն էլ բավականին լավն է, սա մինի տարբերակն է, մեծ էլ գոյություն ուներ։ Ահա եւ երկրորդ հացաբուլկեղենս պիստակով բաբկա, իդեպ վերջինն եմ վերցրել, բայց տարբերակ էլ ունեին։ Գինը եթե չեմ սխալվում 3.5 եվրո է, եթե գնում եւ հետնայդ վերցնում եք, բավականին մեծ է, բավականին ծանր է։ Բույրը ոնց որ թե վատը չի, հիմա եկեք տեսնենք համը ինչպիսին է։ Նայեք, փաստորեն ներսում էլ պիստակի կտորներ կան, շատ առատ է պիստակովը հնայեք, բակից էլ է երևում, շատ լավն է, ճիշտ է, անկեղծ պետք է լինեմ խմորը մի քիչ հացային է, որովհետև նորից եմ ասում, քանի որ ամեն դեպքում ձու չկա եւ կարագ չկա, ինքը մի քիչ ավելի խտով խմոր է, բայց արդարության համար պետք է նշեմ, որ սովորաբար բաբկայի խմորները մի քիչ ավելի խիտ են լինում, բաբկան բուլկի չի չեն խառնում, բայց քանի որ ինքը բավականին շատ իցված է պիստակով եւ վրայից էլ այս պիստակի կրեմը կա, ինքը շատ հաճելի է ուտելու համար ու ես կարծում եմ բավականին էլ հարգի է։ Այո, կարող է շատ ավելի լավը լինել, բայց ինքը արդեն իսկ լավն է։ Սա նույնպես կգնահատեմ 10-ից 7, զուտ նրա համար, որովհետեւ կուզենայի, որ խմորը ավելի հոպուկ եւ նուրբ լիներ։ Վեգան մարդիկ հաստատ վայելելու է, եթե պիստակ եք սիրում, առավելևս որովհետեւ շատ բնական պաստա է վրան, արհեստական համ չկա եւ շատ պիստակ է լցված, գինվորակ հարաբերակցությունը ուղղակի ընտիր։ Հիմա որպես եզրափակում կասեմ, որ բուտիկը կգնահատեմ 10-ից 8, որովհետեւ բավականին հավանեցի ու հատկապես այն փաստը, որ վեգաններն են կարող են վայելել եւ ընտրությունը շատ լայն է։ Այնպես որ հասցեները կգրեմ Փարիզում մի քանի տեղ կա, դուք էլ եկեք եւ վայելեք։ Ու հա, հետևեք իմեջին, որ էլի sense լավ հասցեներ ենք բացահայտելու, չնայած արդեն իսկ լիքը հասցեներ կան, այնպես որ մնացած վիդեոներն էլ նայեք։ Պահում եմ ձեզ ու մինչ նոր համտեսում։ Make me your selection.